նաև 20-ական, 30-ականների մասին որ խոսում ենք, ամբողջ աշխարհում մոդա էր, չէ, տոտալիտար համակարգերի մոդա էր, ասենք սկսած Պորտուգալիայից վերջացրած, չգիտեմ, Մերձավոր Արևելքով, միշտ իշխանություն վերցնում էին ուժեր, որոնք այսպես շատ մոտ էին հեն նրա ինչ որ պետքա ֆաշիստական Իտալիան կամ նացիստական Գերմանիան ու մանավանդ մենք գիտենք որ նույն նացիստները շատ հմայված էին ինքը Հիտլերը Քեմալով բավականին հմայված էր երիտուրքերով էր այսպես այսինքն ուզում եմ ասեմ որ այդ մոդան կար ժամանակի դրա համար այդ հաշվն է ուզում տայի թե ինչքանով էր ժողովրդավար այդ պետությունը այն ինչ որ հրճակվում է բացարձակ եւ այստեղ ոչ թե այսպես ուղակի բառեր են այլ Թուրքիան օֆիցիալ կարող ենք ասել ավտորիտար երկիր էր ինչու իսկ ինքը խորհրդարանական հանրապետություն էր բայց տեսեք ինչեր կան որոնք կապ չունեին ժողովրդավարության նախ կար մեկ իշխող կուսակցություն Մուստաֆա Քեմալի ձևավորած կուսակցությունը որը կոչվում էր հանրապետական ժողովրդական կուսակցություն այսօրվա Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը որի տեխնացու քաղաքապետին հիմա ձերբակալում է եւ այլն այլ կուսակցություններ արգելվեցին այսինքն Թուրքիայում ընդդիմություն չկար օրենքով ընդդիմադիր երկու կուսակցություններ էին ձևավորվել որոնց ուղակի փակել էին եւ ընդդիմադիր գործիչներին կամ կախաղան էին հանում 1925-ից սկսած մեղադրանք տարբեր էր հեղաշրջում Մուստաֆա Քեմալի դեմ մահափորձը կամ արտաքսում էին կամ թողնում էին որ իրենք փախնեն կամ բանտարկում էին նաեւ ուրեմն ընդդիմություն չկար մեկ նախագահը կարող էր ընտրվել անթիվ այսպես ոչ մի սահմանափակում չկար եւ Մուստաֆա Քեմալը ցմահ նախագահ էր այսինքն խորհրդարանական երկրի նախագահ էր պարլամենտի կողմից էր ընտրվում բայց ընտրվել էր մինչև կյանքի վերջ երրորդ իշխող կուսակցության կանոնադրության մեջ գրված էր որ իրենց նախագահը կուսակցության նախագահը Մուստաֆա Քեմալն է որը ընտրվել է ցմահ այսինքն կուսակցություն, որի նախագահ անփոփոխ պետք է մնա եւ դա կանոնադրության մեջ էր։ Եվ բազմաթիվ այլ տարեր։ Եվ մյուս հանգամանքը, որ երկիրը չնայած խորհրդարանական էր եւ նախագահը շատ քիչ լիազորություններ ուներ համադրությամբ, բայց միանձնյա որոշում էր Մուստաֆա Քեմալը եւ նա իրոք սուլթան էր, մեծ այսպես լիազորություններ։ Ու նա կառավարում էր ոչ երբեմն ոչ այսպես ինստիտուցիոնալ մեթոդներով կարող էր կառավարել շատ հայտնի մի խոսք կա որ նա կառավարում էր խնջույքի սեղանի շուրջ հայտնի նույնիսկ թանգարանում կա իր այդ ճաշա սեղանը որը անվանում են հանրապետության սեղան իսկ ընդդիմությունը անվանում է հարբեցողների սեղան որ ճաշկերույթի ամեն օրվա նա քանի որ այսպես սիրում էր այդ ճաշկերույթները եւ սպիրտային խմիչքներ ամեն օրվա ճաշկերույթի շուրջ կարող են որոշվել քաղաքական հարցեր նշանակումներ լինել եւ այլն այսինքն նա իրոք ավտորիտար բանից է մացավ չէ Լեարտիցերոզից այո Լեարտիցերոզից մացավ այսինքն եթե մենք հիմա փորձենք այս մասը ամփոփել Թուրքիան ուրեմն Օսմանյան կայսրությունը կրոնապետություն էր իսլամի կարևոր դերով հետո ձևավորվեց նոր հանրապետություն, որը լիովին հակադիր էր, այսինքն աշխարհիկ էր եւ կրոնը մղված էր ավելի լուսանցքային պլան, պետական գաղափարախոսություն աշխարհիկություններ, քեմալիզմը հենց մոտարպես այդպեսին ձևակերպմամբ եւ իշխող կուսակցությունը մեկ կուսակցություն էր, որը ուրեմն ճիշտ ընտրություններ անցկացվում էին, բայց մեկ տեխնացու էր եւ կապ չունի ընտրություններին, ինչքան էին մասնակցում, ինչպես էին քվեարկում, մեկ այդ մի տեխնացուներ եւ նա էլ ընտրվում էր։ Նա էլ դառնում էր խորհրդարան, այդպես էր ձևավորվում, խորհրդարանը միշտ ընտրում էր նախագահ Մուստաֆա Քեմալ։ Եվ փաստորեն պահպանողականությունն ու իսլամը ուժով ճնշվեց, հասարակությունը ոչ թե ինքնակամ կամ ինչ որ աստիճանական եկավ այն գիտակցությամբ պիտի կրոնը դուրս մղվի, այլ նրան միանգամից մեկ օրում փոխեցին, պարտադրեցին այլ ընկալում եւ ընդդիմությունը կամ իշխանության դեմ ինչ որ քաղաքական դրսևորումները անպայմանորեն խարսխվեցին կրոնի եւ պահպանողականության վրա։ Սա է բանաձևը, որ այսօրվա Թուրքիան, Էրդողանական Թուրքիան, երբ որ խոսենք ու քեմալական Թուրքիան, այս բանաձևի վրա սկսեցին